Մի գիշեր նստած էի մենակ, իսկ քաղաքը քնած էր լուր, սիրտս լի էր հազար հարցերով, ոչ մի պատասխան չկար ավաղ։ Հեռախոսս վերցրի ձեռքից ու հավաքեցի դեպի երկինք, ասացի Տեր, եթե լսում ես, խնդրում եմ խոսիր ինձ հետ։ Տեր, օգնել եմ այս կյանքից, քայլերս ծանր են դարձել, ուրիշները ժպտում են միշտ, իսկ ես միշտ պայքարների մեջ։ Ինչու են ոմանք արևի տակ, իսկ ես մշտական քամու մեջ, ասա ինչու է իմ ճանապարհը այսքան երկար ու դժվար։ Երբ սիրտս ցավով է լցվում ու գիշերը թվում է անվերջ, մի մոռացի ես քեզ հետ եմ ամեն մի քայլիդ մեջ։ Երբ ընկնում ես ճանապարհին ու թվում է վերջն է եկել, ձեռքս պարզած քեզ եմ պահում, քանի դեռ հավատում ես ինձ։ Որդյա, ես լսում եմ քեզ միշտ, նույնիսկ երբ դու լուռ ես, բայց դու տեսնում ես միայն փոթորիկը, ոչ այն ճանապարհը, որ անցել ես։ Դու խնդրում ես հեշտ կյանք ինձնից, բայց ուժեղ սիրտ եմ տվել քեզ, քո վերքերը պատիժ չեն եղել, այլ դասեր գեղեցիկ կյանքի։ Բայց Տեր, երբեմն այնքան մենակ եմ, որ նույնիսկ խոսել չեմ կարող, թվում է աշխարհը փակել է իմ դեմ իր դռները ընկնում եմ, ուժ չունեմ վեր կենալու, ով է բռնում ձեռքս այդ պահին, որ նորից քայլանեմ առաջ։ Երբ սիրտը ցավով է լցվում ու գիշերը թվում է անվերջ, մի մոռացիր ես քեզ հետ եմ ամեն մի քայլիդ մեջ։ Երբ ընկնում ես ճանապարհին ու թվում է վերջն է եկել, ձեռքս պարզած քեզ եմ պահում, քանի դեռ հավատում ես ինձ։ Եթե այդպես է Տերին, ուրեմն ինչու եմ ես վախենում, ինչու է սիրտս երբեմն դողում, երբ կյանքն է ծանրանում։ Որովհետև դու մարդ ես որդյակ, և դա քո գեղեցկությունն է,
քանի դեռ սիրտդ զգում է ցավ, ուրեմն դու ապրում ես, բայց հիշիր, երբ քայլում ես առաջ, ու թվում է մենակ ես, իմ ստվերը միշտ քայլում է, քո ճանապարհին, քո կողքին, այդ պահին սիրտս լռեց հանկարծ, ու խաղաղություն զգացի, հեռախոսը դանդաղ թողի, բայց կապը մնաց միացած։ Որովհետև դու մարդ ես ոտյակ, և դա քո գեղեցկությունն է, քանի դեռ սիրտդ զգում է ցավ։